Բարի լույս բոլորին, այսօր ապրիլի 4-ն է ու այսօր առաջին անգամ իմ վերցրած պարապմունքներին եմ գնում 1 տարի անց։ Գնում եմ Motivate, որտեղ որ պիլատես չի, բայց պիլատեսի սարքերի վրա անում են Lagree Fitness։ Չգիտեմ, շատ լավն է։ Full body workout։ Եկեք հիմա լվացվենք, պատրաստվենք, հագնվենք ու դուրս գանք։ Որոշեցի հագնվեմ, նոր մազերս սարքենք։ Եկեք վերջապես մի հատ կարգի բերեմ ինձ, որովհետև ուշանում եմ արդեն։ Գնացինք։ Բայց sense փակեմ, հետո բացեմ, արդեն պատրաստ լինեմ։ Վերջ երեխեք, սա իմ տեսքն է։ Մի հատ էլ անում եմ վերջին շուրթերի գլոսը ու դուրս գամ արագ։ Շո։ Գնացինք։ Գնում եմ այսօր Լուիզի մեքենայով եւ գնում ենք Glendale։ Լուիզի մեքենան ցույց է տալիս, որ բենզին չունի։ Շարժվում որ կմտնենք մի հատ բենզալցական նոր գտնենք Glendale։ Նոր հասկացա, որ ես որ ուշանում եմ։ Ասենք, չգիտեմ, 12 րոպե ուշանալու եմ։ Չէի պատկերացնում, որ այսքան հեռու է հիմա Glendale-ը ստեղից։ Սենց 10 րոպե էի տրամադրել, բայց 20 րոպեում նոր պիտի հասնեմ։ Եթե ձեզ թվում է, որ ես հենց քայլելով գնում եմ պարապմունքի, ասեմ, որ սխալվում եք, ուղղակի մի հարցրեք։ Ես այսօր պարապմունքս զուտ բաց թողեցի, որովհետև մինչև գնացի, լցրեցի բենզին, մինչև դրանից հետո ճանապարհին պրոբկաներով հասա Glendale, արդեն մնացել էր ընդամենը 20 րոպե պարապմունքին եւ ուղղակի պարապմունքի դռները փակ էին ինձ համար։ Բա, այդպես բան։ Ուշացած չկարողացա ներս մտնեմ, cancel եղավ պարապմունքս։ Ես էլ դուրս եմ եկել քայլեմ, գնամ մոլ ու գնամ նախաճաշեմ, մինչև գնամ արդեն լիազորագրի համար, դեռ կես ժամ կա։ Մեր սիրելի ամերիկանան։ Ամերիկանայում մի հատ համով տեղ կա ուտելու։ Գնանք այդտեղ նախաճաշենք միասին։ Ժամը 10-ն է, դրսում այդքան մարդ չկա, հավես, ամերիկանա։ Երեխեք Glendale-ում այս կաֆեն շատ եմ սիրում, Le Pain կոչվում է, Le Pain, շատ լավ մենյու ունեն, լիքը բան ունեն ուտելու, հատկապես breakfast։ Ես պատվերս արել եմ, սպասում եմ մինչև կբերեն նախաճաշը, ժամը 10:30-ից փոխեցի ժամը 11-ը իմ հանդիպումը, այսօր ուղղակի անկախ իմ կամքից ստացվեց, որ ինքս ինձ հետ շատ հավես եմ։ Սիրում եմ սենց օրեր ու եթե մարդիկ կան, որ մտածում են մենակով նախաճաշելը սրճարանում լինելը, ընդհանրապես մենակ ժամանակ անցկացնելը տխուր է, ասեմ, որ ինձ համար դա այդպես չի, ես շատ եմ սիրում մենակով ժամանակ անցկացնել ու հատկապես նախաճաշել, ճաշել, երբ որ մենակ եմ լինում, ավելի շատ սկսում եմ ուղղակի այն ինչ որ չեմ հասցրել անել, այն ինչ որ մտքիցս ուղղակի թռել էր այդ պահին, ինչ որ մոռացել եմ, տեղը գցեմ։ Հիմա օրինակ աշխատանքային նամակներից եմ պատասխանում,
ու տենց սպասում եմ համով նախաճաշը։ Մեկ էլ ուզում էի բոլոր իմ YouTube-ի հետևորդներին, միգուցե նոր հետևորդներ էլ լինեն, ու նախորդ վլոգերից նոր իմեջում հայտնված մարդկանց, ովքեր այդպես էլ ինձ 2 տարով կորցրեցին ու նորից ես հայտնվեցի, ասել թե ինչեր է փոխվել մեր կյանքում։ Այդ ընթացքում, երբ ես նոր էի սկսել 2 տարի առաջ վլոգերը Միացյալ Նահանգներից տեղադրել, ես այդ ժամանակ բալիկի էի սպասում, ու քանի որ չէի ուզում դեռ հայտարարել դրա մասին, տենց շատ չէի կարողանում վիդեոներ նկարել, որպեսզի պալիտ չլինեմ։ Ու տենց էլ իմ հղիության հետ իմ հավեսը կորավ, վիդեոներ սկսեցի քիչ նկարել, ու տենց կիսատ մնաց։ Հետո ծնվեց Մարկը, հետո ընդհանրապես ժամանակ չունեցա, գնացինք Հայաստան, դրանից հետո խառը առօրյա, գործեր եւ այլն, ու անկեղծ չեմ հիշում ոնց հասցրեց 5 ամիսն անցնել Հայաստանում, որովհետեւ ահա որ արագ անցել, որովհետև շատ ցած ամեն օրը համ գործնական, համ ընդհանրապես մեր առօրյան շատ հագեցած էր անցնում, ու տենց էլ չհասկացանք ոնց այդ 5 ամիսը թռավ։ Այս անգամ դրա համար որոշել եմ իմ ժամանակը շատ իմ հատկապես հարազատ լավ մարդկանց տրամադրեմ, որովհետև ժամանակը ուղղակի թռնում է ու տենց էլ չենք հասցնում նորմալ շփվել ու գնում հասնում ենք Հայաստան, չենք հասցնում հանդիպել մեր սիրելի մարդկանց։ Եթե ինչ-որ հարցեր կան, կարող եք գրել կոմենտներում, ես անպայման կանդրադառնամ դրանց հետո։ Ու հիմա ես Միացյալ Նահանգներում եմ նորից, սպասում եմ արդեն իմ քաղաքացիությանը։ Fingers crossed։ Նարնջի հյութ եւ ավոկադո տոստ ձվով։ Շատ համով է։ Իմ սիրած նախաճաշը։ Հատ կարևոր գնումին մասնակից չդարձրի։ Գնեցի իմ սիրելի խոնավեցնող դեմքի, որովհետև վերջացել էր։ Մեր ճամփորդությունն ավարտվեց Գլենդելում։ Եվ հիմա գնում ենք, որպեսզի միազորագիրը մի հատ տպենք, հետո նոտարին տանք, որ հաստատին։ Դեմքի խոնավեցնող ամենօրյա օգտագործում եմ սա, անկեղծ եմ ասում, այնքան լավն է։ Ունեմ խոնավեցնողներ կան, որ սենց քսում ես մի տեսակ, չգիտեմ, տհաճ զգացողություն է առաջանում, ու մի տեսակ լավ չի ներծծվում, ու չես զգում այդ խոնավությունը ամբողջ օրվա ընթացքում, իսկ սա ուլտրա խոնավեցնող է, ու Ընտիրա, այս 125 միլին եմ գնել, մեծն է իմինից, իմը ավելի փոքրն էր, չեմ իմանում քանի միլին է եղել, բայց անկեղծ ասում, այնքան երկար եմ սրա փոքրն օգտագործել, որ ես պատկերացնում, թե այս մեծը ինչքան երկար եմ ես օգտագործել։ Չա, բարև, թազա բուբու եմ քեզ բերել։ Լավն է։ Ինչ է։ Մի հատ ասեմ մամային օպրես։ Դե մի հատ արի պոչեմ, այ մի հատ պոչեմ։ Բացեցիր դուռը։ Ժողովուրդ, ես հասցրի ես ընթացքում լողանամ ու մազերս սփենեմ։ Ուզում եմ նկարի։ Նայ, մեջը դու ես։ Մարկ, ինչ տամ ուտես։ Ման։ Ինչ բան։ Կակոշ։ Կակոշ տամ ուտես։ Ուր է պապին, որ նկարեց է։ Պապի։ Ուր ենք գնում։ Օհո, էդ ինչքան շատ խաղալիք ունես դու։ Ինչ է դա։ Աջիկ։ Ինչիկ։ Աջիկ։ Աջիկ։ Աջիկ, մոտո։ Մոտոյա, հա։ Երեխեք որոշեցի գնալ այսօր խանութ, ու քանի որ վլոգ եմ նկարում,
նաև նկարեմ մեր խանութը ու հատուկ իմ այն հետևորդների համար, ովքեր ինձ YouTube-ով են հետևում եւ սպասում էին վլոգերի եւ հասկացան, որ ուղղակի ես կորել եմ ու հիմա նորից վերադարձել եմ, ասեմ, որ այս ընթացքում ահա որ լիքը փոփոխություններ են եղել մեր կյանքում, նաեւ այն տեսքով, որ մենք ունենք ծաղկի խանութ սրա, մենք ավելի շուտ մամայինքս եւ հիմա կգնանք ու ձեզ ցույց կտամ մեր ծաղկի սրահը, որը գտնվում է North Hollywood-ում։ Հիմա papas ինձ կտանի։ Քանի նկարում եմ, եկեք ցույց տամ համը մեր բերքը առատ մուշմուլայի կամ նույն ինքը նորաշխար մեր բակումատան այսպես ծառա ու ինչքան վրան կա, չգիտեմ ինչի չենք խաղում ուտենք, որովհետև սիրում ենք իրականում։ Այն մյուս կողմն էլ ունենք բերքատու ծառ, հետո ցույց կտամ։ Խնդրեմ, հասել ենք Bloom and Blossom, նոմենք ներս, խանութն է մեր, այստեղ սպասասրահ փոքրիկ, մեր արջուկը, սենց զամբիովներ ունենք, շատ սիրուն, պատկացեք մեջը կոկոչներով ինձ սիրուն կլինի, այս ֆոնը ու էլի գույներ ունենք, նկարելու մեր ֆոտոզոնանը, այստեղ մեր ծաղիկներն են պահվում, Հոպա մեր բարդերը, պատվերները այս դռնից այն կողմ մեր մի քիչ անձնական տարածքն է, որտեղ հաց ենք ուտում, հանգստանում ենք եւ այլն, դրա համար չեմ մտնի այդտեղ։ Մեր խոսքով այսօր ծաղկի սրահում եմ այդպես։ Այսօրվա մեր վերջին պատվերն ենք նկարում եւ պատրաստում ու ժամը 7-ն է այսօր լինում, որ կանցել վերցնեն ու մենք գնանք տներով։ Ոյ։ Գնում ենք տուն։ Ոնց կարա քո օրը վերջանա, վերջում երբ որ դու մամա ես։ Հերն եմ երեխու չէ։ Մարկս հիվանդա մի քիչ։ Տենց կողքս ա քնել, կակրաս ուզում էի ովին հարցնեի, ով կարաս ես արցալում քնես։ Հա, Ջորջ ես ասում, խի։ Որտև գիշերը շատ անհանգիստ է։ Հա, ուսալս կանեմ հանգիստ եղի։ Ես կանեմ այդ հանրի ընտանիքի